Բարև ձեզ։ Այսօրվա դեկտեմբերի 17-ի իմ ամբողջ հաղորդաշարի հերթական հաղորդումը վերնագրել եմ հիշողություններ հեռուստատեսությունից։ Բայց նախքան թեմային հասնել, ինչպես միշտ, կոչով դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են հաղորդումներս, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք, խնդրեմ։ Դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ ամասյա Հովհաննիսյան թուբալիքը ավելի տարածվում։ Իսկ հիմա ասեմ բույնյութին, եւ այսպես հիշողություններ հեռուստատեսությունից։ Ինչու ես այսօր որոշեցի անդրադառնալ այս թեմային եւ պետք է որ պարբերաբար անդրադառնամ հնարավորինս հիշողությամբ վերհանելով այն մարդկանց, այն նվիրալներին, որոնք աշխատել են հեռուստատեսությունում։ Որովհետև հիմա մեկ-մեկ հեռուստատեսության մասին խոսելիս, չգիտես ինչու, առաջին պլան են մղվում հաղորդավարները, իհարկե նրանք էլ անշուշտ հեռուստատեսության դեմքն էին ներկայացնում հեռուստատեսությունը, բայց հեռուստատեսությունը միայն նրանք չէին, հեռուստատեսությունը ամբողջ մի խմբագրակազմ էր, ամբողջ տեխնիկական կազմ էր, եւ այն ժամանակ էլ պետք է ասեմ, որ միանգամից ասեմ, որ այդ հետագայում Սովետը ոչ եւս լինելուց հետո կամ այդ Գորբաչովյան վերակառուցման տարիներին էր, որ որոշ լրագրողներ, որոնք ավելի ընդունակ էին, սկսեցին ինքնուրույն եթերներ դուրս գալ, ինքնուրույն սեփական հաղորդումներով։ Բայց դրանից առաջ չոր կտրուկ մի կառուցված կար, խմբագիրը պետք է գրեր հաղորդումը, հետո այդ հաղորդումը խմբագրի գրածը պետք է անցներ բաժնի վարիչի, վերջի տակով ստուգվեր, հետո ուղարկվեր գլավլից, ցենզուրա, այսպես էր կոչվում, որ հանկարծ պետական գաղտնիք չսպրդեր, հետո դա անցնում էր թողարկման բաժին, որտեղ որ պետք է պլանավորեին, թե այդ հաղորդումը երբ պետք է գնա եթեր, եւ դրանից հետո այդ տեքստը հանձնվում էր հաղորդավարին, որ հաղորդավարը պետք է կարդար եթերում, ըստ որում կարդար այնպես, ինչպես գրված է, եւ վայ հայ, հանկարծ որևէ ստորակետ տեղը չփոխեր, չառներ։ Սա էր։ Խոսքով դրա համար ես ուզում եմ նաև իմ հաղորդումներում, որոնք պարբերաբար անդրադառնամ, հիշել այն մարդկանց, այն նվիրալներին կրկնում եմ, որոնց շնորհիվ հիմնադրվեց եւ կայացավ Հայաստանի հեռուստատեսությունը, որ հիմա այժմ կոչվում է հանրային հեռուստատեսություն։ Ես անցա աշխատանքի հեռուստառադիոպետկումում, հեռուստատեսությունում 1979 թվականի սեպտեմբերին, երբ ավարտել էի Երևանի պետական համալսարանի արաբելագիտության ֆակուլտետ։ Ինչպես հայտնվեցի ես այնտեղ, բանն այն է, որ ես այնտեղ սկսնակ չէի, իմ առաջին շփումը հեռուստատեսության հետ եղել էր դեռ 69 թվականին, երբ 8-րդ, 9-րդ դասարանի աշակերտ էի, հայրս էլ աշխատում էր հեռուստատեսության սպորտային խմբագրությունում, որը նույնպես նոր էր բացվել, եւ մի օր նա բերեց տուն Սավետսկի սպորտ թերթը, որտեղ մի ծավալուն հոդված էր Ջոնի Վեսմյուլլերի մասին։ Ասեց, այս կարող ես թարգմանել սա ռուսերենից հայերեն։ Թարգմանեմ։ Վերջը սա Ջոնի Վեսմյուլլերը Գերմանիայի օլիմպիական չեմպիոն էր։ Եվ 30-ական թվականներին նրան նկարանել էին Տարզան ֆիլմում, Տարզանի դերում։ Եվ այդ թարգմանությունից մի 4 էջ բան ստացվեց, տպագիր, այդ հոդվածը, եւ որի համար ես ստացա 3 ռուբլի հոնորար։ Սա ինձ համար մեծ իրադարձություն էր եւ նայեք աշակերտի համար 3 ռուբլի քարտինքով աշխատած գումար։ Եվ ըստ էության դա դարձավ ինձ համար ճակատագրական, որ ես որոշեցի, որ սա իմ տեղն է, հեռուստատեսությունը։ Մանավանդ որ երբ որ էկրանից լսեցի, թե ինչպես հաղորդավարը կարդում է իմ թարգմանած գործը։
Դրանից հետո արդեն երբ ուսանող էի, երկրորդ կուրսից սկսած թղթակցում էի ռադիոյի արտասահմանի համար հաղորդումների խմբագրությանը, հաղորդումներ էի պատրաստում, ռեպորտաժներ էի պատրաստում համալսարանի ուսանողական կյանքից, մասնավորապես արտասահմանյան եւ սփյուռքահայ ուսանողների լուսաբանում եմ նրանց ուսանողական կյանքը։ Եվ ահա երբ ավարտեցի, արդեն ինձ ճանաչում են եւ փորձաշրջանով ընդունեցին Հեռուստարադիո Պետկոմի ռոպագանդայի գլխավոր խմբագրության, կոմունիստական դաստիարակության եւ կենցաղավարության բաժին որպես խմբագիր։ Լավ է, չէ՞, ինչ ռոպագանդայի գլխավոր խմբագրություն, այդպիսի խմբագրություն կար, որը հեռուստատեսության համար 1 պես գլխավոր կարևոր խմբագրություն էր, որի կազմում էր նաեւ կոմունիստական դաստիարակության եւ կենցաղավարության բաժինը։ Հնչում է մի քիչ շատ կոմունիստավարի, բայց գրեթե այդ խմբագրությունը մեր բաժինը կապ չուներ կոմունիստական դաստիարակության հետ։ Անունը պետք էր լիներ։ Խմբագրության բաժնի վարիչներ Վլադիկ Թամրազյանը մի ինչ ասեմ, խստապահանջ, խիստ, բայց կարդացած եւ շատ բարի անձնավորություն, բանիմաց անձնավորություն եւ իր գործի մասնագետ եւ գրագետ մարդ, որից որ ճիշտ է իմ շատ ռագորական մոտեցումները, աշխատանքը, աշխատելավոճը սկսել օրինակ եմ վերցել հորիցս, հայրս շատ բան է տվել, բայց նաեւ շփումը Թամրազյանի հետ, մյուս խմբագիրների հետ նույնպես ավելի հարստացրեցին իմ լրագրողական հմտությունները։ Բաժնում աշխատում էին նաև Հերիկ Բադասյանը, Ռոբերտ Դովլացյանը, Գուրգեն Հայրապետյանը եւ ես նորանշանակ դեռ փորձաշրջան ընդունված Ամասիա Հովհաննիսյանս։ Նաև խմբագիրներից էր Կլարա Կիրակոսյանը, որը պատրաստում էր մեր տան պատիվը հաղորդումը։ Մեր տան պատիվը, գիտեք, կենցաղային դաստիարակչական թեմաներով հաղորդում էր, որը որ նվիրված էր կենցաղավարությանը, էթիկայի կանոններին, շատ օգտակար հաղորդում էր։ Եվ լայն ունկնդիրներ վայելող հաղորդում էր, հաղորդաշար էր։ Իսկ մենք մեր խմբագիրներով պատրաստում ենք Մարտեվորենքը հաղորդումը, ես որպես նորանշանակ ինձ հանձնարարված էր պատրաստել Մարտեվորենքի ռադիո տարբերակը եւ նաեւ Մարտական պոստի հաղորդման ռադիո տարբերակը։ Մարտական պոստը դա հետագայում առանձնացավ այդ 02 հաղորդման, սկիզբն այն ժամանակ 02-ը չկար եւ մենք անում ենք Մարտական պոստում հաղորդումը, որը լուսաբանում էր միլիցիայի աշխատանքը։ Դες Մարտեվորենքն հաղորդումը պարզ է թե ինչի մասին էր եւ նաեւ պատրաստում էր այդ հեռուստատարբերակը պատրաստում էր Հերիկ Բադասյանը, Վլադիմիր Թամրազյանը, բաժնի վարիչը եւ Ռոբերտ Դովլացյանը պատրաստում էր Իրավաբանի ընդունարան հաղորդում, այդպիսի մի հաղորդում ունենք Հերիկ Բադասյանի հետ Ռոբերտ Դովլացյանը էր պատրաստում, ինչեր իրենից ներկայացնում Իրավաբանի ընդունարանը։ Այն ժամանակ չկային փաստաբանական գրասենյակներ, չգիտեմ ինչեր, եւ մարդիկ, որոնք որ գտնում էին թե իրենց նկատմամբ ճիշտ որոշումներ չեն կայացրել դատարաններում կամ պետական ատյաններում կամ հանիրավի չեն ընդունում իրենց բողոքները այս կամ այն հարցը ճշտելու հարցի վերաբերյալ կամ ոտնահարվել են իրենց աշխատանքային իրավունքները, դիմում էին խմբագրություն գրավոր։ Եվ ենք ստանում ենք այդ նամակները։ Եվ խմբագրությունն աշխատում էր այն ժամանակ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի կարկառուն դասախոսների հետ, որոնցից ես ուզում նշել հատկապես Հենրիկ Խաչատրյանին եւ Գեղամ Ղահրամանյանին։ Այն Հենրիկ Խաչատրյանը, որը հետագայում դարձավ Հայաստանի գլխավոր դատախազ։ Կային եւս երկու իրավաբաններ եւ այդ նամակները խմբագիրներով
տարազանում էինք, բաշխում էինք ըստ թեմաների քրեական, աշխատանքային, քաղաքացիական հարցերով եւ այդ նամակները հանձնում էինք այդ իրավաբանին շաբաթը մեկ անգամ իրավաբանի ջենք էին գալիս խմբագրություն, վերցնում էին իրենց նամակները եւ տանում էին նրանց վրա աշխատելու համար։ Աշխատում էին եւ բոլոր նամակները չկար նամակ, որ մնան անպատասխան։ Այդ նամակների հիմա վրա պատրաստում էին հաղորդումները եթերով այն ժամանակ էլ տեսագրություն չկար, քիչ հիմնականում ուղիղ եթերներ էին, հետո սկսեցին նաև տեսագրություններ կատարել։ Բացի այն, որ ուղիղ եթերում տրվում էին այդ նամակների պատասխանները, միաժամանակ դրանից հետո գրավոր նամակագիրներին էր ուղարկվում փոստով նրանց ուղարկած նամակների գրավոր պատասխանները իրավաբանների ստորագրությամբ։ Եվ այդ պատասխանները վերջնական էին, լուծում էին այդ մարդկանց հարցերը։ Ասած թե քրեական, եթե սխալ քրեական գործ էին հարուցել կամ եւ այլ, պարզաբանումներ էին տրվում, դատարաններում դրանք ուղղվում էին։ Աշխատանքային օրենսդրության վերաբերյալ խախտումների այդ մարդիկ եթե հանիրավի ազատվել էին աշխատանքից կամ ճնշվել վերականգնվում էին։ Սպի բաներ օգնում էին մարդկանց։ Ու նաև ասում եմ նաև կային քաղաքացիական հարցերով պարզաբանումներ, որոնց որ պատասխանները տրվում էին եւ եթերով եւ գրավոր ձևով իրավաբանների կողմից ուղարկում էին նամակագիրներին։ Բացի այդ իրավաբանի ընդունարան հաղորդումները պատրաստվում էին կազմակերպվում էին Հայաստանի շրջաններում, հատկապես հեռավոր շրջաններում, Երևանից մի քանի կիլոմետր հեռու ավելի շատ, Գեղարքունիքում այն ժամանակվա վերջը տարբեր հետագա շրջաններում, որտեղ շարժական տեսախցիկները, շարժական հեռուստակայանը մեկնում էր այդ շրջան, տեղադրում էին սարքավորումները գյուղի ակումբում կամ մշակույթի տանը, այնտեղ հավաքվում էին մարդիկ, իրավաբանները գալիս էին նստում էին Երևանի շուրջ, խմբագիրների հետ, մարդիկ խմբագիրները ներկայացնում են իրավաբաններին, ով է, ով ինչ հարցով, եւ մարդիկ իրենց բանավոր դիմում էին իրենց ուզող հարցերով իրավաբաններին, որովհետեւ տեղում խմբագիրները դա ձևակերպում էին գրավոր, տեղում իրավաբանները տալիս էին հնչած հարցաբերումների պարզաբանումները, հետագայում նաև նրանց ուղարկվում էր գրավոր պատասխանները։ Այսպիսի հրաշալի խմբագրություն էր եւ շատ կարեւոր, շատ օգտակար։ Դրա համար այս բաժինը մեծ ահռելի հեղինակություն ուներ Հայաստանով մեկ, եւ եթե հանկարծ ես նորավարտ երիտասարդ եկել հասնում են, թե որտեղ է շատ մարդ է, որ եկի խմբագրությունը Սա կեսնշի խմբագիրների մասին։ Բաժնում աշխատում է նաև ռեժիսոր Վարդան Չվիկյանը, ինչ ասեմ, ուղղակի մի հրաշք ազնվորություն, իմ ընկեր Գուրգեն Գալաչիկի հայրը։ Ռեժիսորն էր նույնպես հազվադիպ, հազարից մեկ նրա դեմքին շփիտ կտեսնեիր, բայց ինչ ասեմ, մի բարության մարմնավորում էր, պատրաստական միասնավորություն եւ պրոֆեսիոնալ իր գործի մեջ։ Ուրեմն ինչպես էր այն ժամանակ, խմբագիրը տեքստը գրում էին, նկարանում էին, հայտ էր ներկայացնում, որ օպերատոր տրամադրի, օպերատորը հետ գնում էին նկարանումներն անում էին, հետո բերում էին, հայտ պետք է գրեի, որ այդ նկարանված ժապավենը տանեն երևակելու, հետո հայտ գրեի, որ այդ երևակված ժապավեն ըստ տեքստի տանեին մոնտաժելու, հետո որ նոր դառնար հաղորդման նյութ։ Շատ հաճախ Վարդանը դժգոհ էր այդ մոնտաժման որակից, կամ եթե չէ որպեսզի գործը ավելի արագ առաջ գնար, մանավանդ խմբագրությունը
ավելի շատ այդ օպերատիվության վրա պետք է չէ աշխատել։ Օպերատիվության այ դեպ ասեմ, որ ես երբ որ պատրաստում էինք մարտական պոստում հաղորդում, ես սկզբից պատրաստում էի միայն ռադիո տարբերակը։ Միևնույն է, դրանք հաղորդումները եթեր չէին գնում, ինչեւ որ այդ քրեական գործերը, որոնց մասին մենք մեկնաբանություն էին գրում, ներկայացնում էինք, ինչեւ որ այդ գործերը չէին ասնում դատարանով, այսինքն պահպանվում էր անմեղության կանխավարկած։ Միայն այն բանից հետո եւ դատարանով ոչինչ կայացված էր լինում, նոր եթեր հերարցակվում այդ հաղորդումը։ Սա այսպես բացատրության կարգով։ Եվ Ճվիկյան Վարդանը, որպեսզի այդ մի մոնտաժման փուլ առաջ հանգներ, ուրեմն ինքն էր մոնտաժում, հենց բաժնում։ Ուներ փոքրիկ այդպես մինի սարքավորում մոնտաժի եւ նաեւ ուներ կինո ժապավենի ցուցադրման այդ սարքը բաբիտերով գցում էր պատի վրա, նայում, մոնտաժում էր տեղում, նկարում, նայում էր, այսպես պատրաստում էր հաղորդումը։ Ոչ միայն ռեժիսորություն էր անում, այլև մոնտաժի վարպետ էր։ Բայց նա մի ուրիշ հոբի էլ ուներ, ժամագործ։ Գիտեք, ռադիոյում եւ հեռուստատեսությունում չկար երևի մեկը, որ դիմաց չլիներ Վարդանին, գալիս էր Վարդան ջան, մի հատ ժամացույց նայելի։ Մերժում չկար։ Մեկ էլ ասես կնայեր, տարեկը բացում էր, հանում էր ժամագործի հետ։ Դնում էր աչքին, մի ժամից կգաս։ Այս մարդը գնում էր, սիրոս, գործիքներն էլ ուներ ժամագործի։ Հետո ժամացույցը յուղել է, սարքերս են, դարակի մեջ դրած է, այսպես որում ոսկեր չական բանով, դասավորվածությամբ, մաքուր, հստակ, վերջ, գալիս էին, Արցանց ջան ինչ պետք է դա, այ մարդ ռադել, ծիծաղալով, իշտ, էի գիտի վարդ, Վարդան Ճվիկյանը հորս ընկերն էր, որտեղ հայրս էլ էր աշխատում հեռուստատեսությունում, ինչև 72 թվականը, որից հետո նորից գնաց դպրոց աշխատել որպես ուսմասվար, 55 դպրոցում։ Այդ ընթացքում աշխատել էին նույն խմբագրությունում, ընկերներ էին, եւ հետագայում այդ ընկերությունը, մեր հայրերի ընկերությունը շարունակվեց իմ ու Գուրգեն Գադաչիկի միջև, որտեղ միասին էինք աշխատում, արդեն մեծ մարդիկ որ ենք խմբագրությունում, իսկ հետո 93 թվականին, երբ նշանակվեցի Հայաստանի նախագահի, առաջին նախագահի մամուլի ծառայության ղեկավար, ծառայությանը պետք էր օպերատոր, եւ ես առաջարկեցի Գուրգեն Գադաչիկին, որ միանա մեր խմբին, նա սիրով ընդունեց, եւ աշխատում ենք այն ժամանակ էլ միասին։ Իդեպ մի փոքր շեղվեմ հեռուստատեսությունից, ասեմ թե մենք ինչպես էինք աշխատում։ Այն ժամանակ չկար ինտերնետ, չկար անմիջական այդ արբանյակային կապը եւ նախագահի այցերը լուսաբանելու համար մեկնում էինք նրա հետ պաշտոնական այցերին։ Գուրգենը նկարը հանում էր, ճանապարհին հետ վերադառնալուց ես ինքնաթիռ օդանավի մեջ արդեն գրում էի, նշումներս արդեն վերածում էի տեքստի, իսկ Գուրգեն Գադաչիկը իր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ արդեն նշում էր ժապավենի որ վարքյանից որ վարքյանը որ կադրերն են, հասկանում եք, եւ հեշտ էր լինում արդեն մոնտաժը, տեքստը մոնտաժի հետ միասին, եւ խոսքով մենք օդանավից իջնում էինք, նախագահը շարժում էր դեպի իր կեցավայր, մյուսները իրենց, մենք մեքենայով ուղևորում էինք ուղիղ Նորք, եւ եթե մի ժամը կես հետո, այս հաղորդումը ձայնագրելուց ես էի ներկայացնում, մոնտաժելուց հետո դրում էր հատուկ թողարկում, նախագահի այցը, ասենք Հունաստան, նախագահի այցը Չինաստան, նախագահի այցը Ֆրանսիա, օրինակ է համարում ասում, եւ գնում էր եթեր։ Եվ դրանում մեծ էր իմ ու Գուրգեն Գադաչիկի աշխատանք, համատեղ աշխատանքի կարևորությունը։
Եվ այդ աշխատանքից երկուս էլ հաճույք ենք, բավականություն ենք ստանում։ Սա միջայնոց։ Հետագայում էլի կանդրադառնամ համատեղ այդ նախագահականում աշխատած համատեղ դրվագներին։ Վերադառնալով հեռուստատեսության, ասում եմ, չէ՞, պրոպագանդայի գլխավոր խմբագրության, կոմունիստական դաստիարակության եւ կենցաղավարության բաժնի իրեն չեղություն կա։ Բայց կապ չուներ, ինչ կոմունիստական դաստիարակություն, նորմալ մարդկանց համար օգտակար հաղորդումներ էին պատրաստում, մի անգամ նույնիսկ Լենինի անունը չնշելով։ Իդեպ Քանի որ աշխատում ենք այդ խմբագրությունում, մի անգամ ինձ հանձնարարվեց պատրաստել ապագա պատգամավորի դիմանկար։ Դա ժամանակ ԽՍՀՄ Գերագույն Սովետի դեպուտատների ընտրություն պետք է լիներ, դեպուտատի ընտրություն, եւ արդեն որոշում էր ով է ներկայացուցիչը, մենք պետք է գնայինք նրան մասին ներկայացնենք հեռուստատեսությամբ, ստեղծենք նրա դիմանկար։ Մեկը Երազ գործարանից էր, մեկն էլ Երևանի Կաբելի գործարանից։ Եվ սա է առիթ եղել, որ ես այն ժամանակ արդեն տեսնեմ, թե այդ ինչ էին իրենից ներկայացնում Երևանի Երազ գործարանը եւ ինչ է իրենից ներկայացնում Երևանի Կաբելի գործարանը։ Սկզբից գնացի Երազ գործարան, մեքենաներ են սարքում, հպարտություն էր մեզ համար, Հայաստանում ավտոմեքենաներ են սարքում։ Բայց արդեն կասկած մենք որ տեսնենք այդ մեքենաները մեկ բանից դուրս են գալիս, հենց առաջի դիքի վրա այն ինչ են ասում չայնի մոլորաններ ինչ ասած արդեն կանգնում են մոտորները տաքացած։ Չեն աշխատում։ Խոսքով եւ այդ գործանում եւ տեսա ֆիլմերում տեսել եմ թե ինչպես են ինչ մեքենաների գործարանների ինչ բանվորները պես կոնվեյերները պես Համանակիսա ռոբոտեն ժամանակ դեր լրիվ ռոբոտացված չէր, բայց այս մարդիկ ստեղ գործարարից պատուտակը ձեռքին բան են ձգում։ Կոնվեյեր, բան չկա, կոնվեյերը տենց անել չկար, կախված շարք էր գնում։ Հա, մեկ էլ այդ բանվորը, որ պետք է ԽՍՀՄ Գերագույն դեպուտատի պատգամավոր էր, պատգամավորության դեպուտացիան տեխնացու էր, մի խոսքով վարպետ դաստիարակել էր, վարպետ դաստիարակից մրցումներ կար։ Վարպետ դաստիարակ նշանակում էր, թե ինքը քանի աշկերտ ունի։ Բայց ինքը վարպետ է, իր մոտ էլ նորանշանակ նոր ընդունված երիտասարդներին աշխատացում, սովորեցում աշխատել։ Եվ այս գործարանը մի հատ մեծ հսկա, ինչ է, դազգա ասեմ, թե մամլիչ էր, դազգա չէր, մամլիչ էր։ Ինքը ուրեմն այս մետաղը, երկաթի մեծ կտորը, կանգնած էր աշակերտները մի բան է, աշկերտը արհեստավորների աշկերտներն են ասում։ Այս երկու աշկերտով այս բանը մետաղը դնում են մավլիչի այդ շտամպի տակ, ինքը սենցողությունը տալիս է բան, այսպես անում դեռ մեկ էլ այս քաշում է շրխ, այս մավլիչը իջնում է, երկաթը սենց նեղվում է բան, չեկանքային նման, ու դու մի ասա երազ ավտոմեքենայի կողային այդ թևնը։ Հետո այդ սկսում էին բանով փայտի մուրճով ծայրերը խփելով, պես հղկել, որ ձեռնոց չվեր, այսպես ասած պատրաստում էին ձեռքով մամլիչի խփած, ձեռքով շարունակած դեպասնելով երազ ավտոյի բանը։ Թևը արջերի մասը։ Մի խոսք, սա էր երազ գործարան։ Հետո առիթ եղավ այդ նույն առիթով եղավ Երևանի Կաբելի գործարանում։ Պատմածս ասեմ 70 չէ, ներողություն։ Արդեն 81-82 թվականներին էր։ Ուրեմն անցել եմ արդեն այդ անցագրայինով անցել եմ, մտել եմ գործարանի տարածք, եկան դիմավորեցին եւ տանում են վարպետի մոտ։ Ուղեկցում են վարպետի մոտ եւ տեսնում եմ այդ դրսում էլ այս հին
բաներ են, սարքավորումներ են, բայց թվում է թե հին են, բայց քանդում են, հանում են, նորից գցում են կանաչ գույնի, այս բաներ են, մեքենաներ են։ Վերջը տարօրինակ էր, բայց դրանց կողքները դրանց էր մազութով, սև, այսպես կերպով բաներ դրանց բարձում էին ինչ-որ բաների վրա, սայլակների վրա, որ նորից հետ էին տանում դեպի գործարան։ Եվ այդ հաղորդում է զրուցելուց բանից հետո վերջ ասի, բայց ինչ բան է, ասես տղաջան, այս որ տեսնում ես, այս կանաչ գույնի այս նոր մեքենաները, հա, սրանք նոր սովետական կաբելի արտադրության մեքենաներն են, բայց որ ենք ստացել, բայց տեղադրել ենք հիմա ապամոնտաժում ենք, որովհետև լավը չեն։ Եվ հիմա նորից հետ ենք դնում հին մեքենաները։ Իսկ հին մեքենաները, երևի մենք ավելի գործարանը բացվել էր 1947 թվականին։ Այդ հին մեքենաներն բերել էին Գերմանիայից։ Ապամոնտաժել են Գերմանիայում այդ կաբելի գործարանը, դե տեղադրել են, բերել են, հասցրել են Երևան եւ այն ժամանակ աշխատում էին Երևանի կաբելի գործարանում աշխատում են գերմանական կաբել սարքող, կաբել փաթաթող մեքենաները։ Եվ գիտեք, դա բերել էին 45 թվականին, եւ ով գիտի թե քանի, դե որ թվականից էլ դեռ աշխատել, երևի 30-ական թվականների սկզբից էլ աշխատել են Գերմանիայում։ Եվ հիմա 82 թվականին այդ ուզել էին փոխել այդ մեքենաները գերմանական, հետո տեսել են չէ որ այլամենը գերմանականներն ավելի լավն են կատե նոր սովետականը, նորից հետ ողորմ էին անում։ Սա էր սովետի տնտեսությունը։ Ահա թե ինչու սա ամբողջ Հայաստանի մասշտաբով չէ, սա ամբողջ Խորհրդային Միության մասշտաբով էր, դրա համար է սովետը փլվեց։ Եվ հիմա նրանք որ ասում են թե հզոր պետություն, տնտեսություն քանդեցին այս հրաշականները եւ ինչը գրողը տանի։ Ինչ վերով մտածեք էլի։ Դրանի կանդրադառնամ։ Սա ուղղակի որպես թե հիմա խոսքը միայն հերոստատեսության մասին է։ Այսօր այսքանը, բայց նախքան ցտեսություն ասելը մեկ անգամ եւս կոչով դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են իմ հաղորդումներից, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք խնդրեմ։ Դրեք լայքեր, որովհետեւ ձեր լայքերով իմ ամասյավանության ու բալիկը ավելի է տարածվում։ Իդեպ մեր պարբերաբար ես անդրադառնալու եմ հերոստատեսությանը, պարբերաբար հիշել եմ այն նվիրյալներին, այն մարդկանց, որոնց շնորհիվ հերոստատեսությունը վայելում էր իր անսահման հեղինակությունը։ Կրկնում եմ, հերոստատեսությունը երևի թերևս ամենահեղինակավորն էր Կոմկուսի կենտկոմից հետո, առանց չափազանցնելու։ Խոսքով այսօր այսքանը, բայց ուրից եմ ասում, կհանդիպենք ցտեսություն, խաղաղություն մեզ, խաղաղություն աշխարհի։